Գյումրիում գործողանած տաքսու վարորդներն այսօր բողոքի են դուրս եկել։ Պատճառը Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունից ստացված իրազեկումն է, ըստ որի նրանց կողմից չհագործվող մեքենաները պետք է անցնեն պարտադիր լիցենզավորում։ Հակառակ պարագայում վարորդները կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։ Գյումրեցի վարորդները սկզբում իրենց բողոքն են հայտնել Գյումրու քաղաքապետարանում, այնուհետ եղել են տրանսպորտի տեսչության Շիրակի տարածքային բաժնում, ապա խնդրի քննարկման նպատակով հանդիպել են նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ։ Մենք չենք կայնա ու տանք ձեզի լիցենզիան պարտադերեգը տեսչությունը տրանսպորտի նախարարությունը դի հանեք, բայց քաղաքապետը նաև սեց դիմունգը կրեք իր անունով։ Սենք 50 հոգի է, 60 հոգի է, ինչքանով տաքսիստ կա, դիմունգը կրեք քաղաքապետանի, փորձեք տրանսպորտի նախարարի հետ լեզու գտնել միան բանով, էլի ընտառաջ է ձեզի։ Դիմումները ետ կնանք Դիմումը կայնակ հենց այսօր է կերեք դիմումի ձև չկա, դիմումի ձև դուք որոշեք դիմումի քաղաքապետի անունով դիմումը կերեք ներկայացրեք, որ սառեցված օրենքը ոչ էինք նորից օրենքի ուժ տալիս, դուք մի հատ հերոստայետեր դուս կայք, ասեք հարգելի վարորդներ, հարգելի էսինչներ, Այս օրենքը, երբ որ մենք հանեցինք, մի տարի սառեցվեց, բայց այսօրվանից այն գործելու է։ 50,000 ինչու պիտի վճարեմ։ Ինչու պիտի վճարեմ։ Երբ որ ընտանիքի մեջ 10 հոգ ենք, 4 հատ թորնում երեխուն, 3 օրը մեկ 3500 դրամի կատկարնի մեդե չեմ հասցնի։ Դուք ես ինչ է ծեր երածը։ Վերջը պետք է շատ կներեք, թուրքին անուն կտնեք, թուրքը 3-4 միլիոն հայ է պայում իրեն տերիտորիայում։ Ու մարդիկ շատ կոյն, նույնիսկ այնտեղից իսկ դուք Ես ինչ է ասեմ, այն թափով եք իրականացնում ես հայաթափման հարցոր, հələ արեք Գյումրի նախքան այս օրենքը կիրառելը։ Մի հոգին թող կա տրանսպորտի բաժնից, նստի իմ մեքենաս եւ տեսնի օրը քանի պասատկա են կատարում, ինչ գնով են կատարում, տագե ինչ է մնում եւ դուք ինչ եք պահանջում։ Չէ, սիգոտ կա, դու պատասխանատու ես դու գամ։ Դե հիմա դու վարա կարես տորագրես։ Դու չես գերի հրաժարվություն կե ես քեզ մի գալեմ, հա։ Ինչու՞ հրաժար, տաքսի չէ։ Քեզ նամակ չի գե, դու եկես խոսած։ 100% լեննական ինչքան որ տաքսի կա, սաղի անունից կրնամ սեմ, չի կրնարկպես մե հոգի մեղնի, որսեոր ես կրնամ լիցենզավորվին, փող ունի կամ Սենք ենքան փող կաշխատի ու իվիջալգի է լիցենզավորման։ 137 հոդվածն է, եթե առանց լիցենզիա ինքը պետք է վարի տրանսպորտային միջոցը որպես տաքսի, ինքը կտուկանվի։ Հետո ժամանակը ցույց կտա ինչ է լինելու, չգիտեմ, չեմ կարող ասել։ Ես հիմա պիտի դիմեմ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, տեսնեմ մոտեցումը, բնական օրենսդրություն սահմանում է բոլորի համար հավասար պայմաններ, այնպես չի որ այսօր ասում եմ, այս նամակը զգուշացումը, որ ուղարկվել է օրենսդրության խախտում է, ուղղակի բխում է օրենքից, մարդիկ զգուշացրել են։ Հիմա ես չգիտեմ, ինչքան հնարավորություն կլինի օրես երկարացկել կամ հնարավորություն տալ, ես չեմ կարող այս հարցերին պատասխանել։ Ես էլ իրենց վստահեցնում եմ, որ այդ ձայնը հասցնեմ համապատասխան ադյաններ, կքննարկենք արդյունքը ինչպիսին կլինի, տեղը կպահանք։ Մարզպետն է ցել գնացեք խելոք կաշխատեք, մինչև ես նայեմ այս հարցումից լուծում կեր։ Ձեզի կտեղեկացեմ։ Ում մոդենա։ Գնացեք աշխատեք, հիմա որ խոսքի ինձի կա, այս նամակից 50000։ Զավել չի։ Ադարանով։ Ես ինչ եմ։ Զավել չի գա։ Չի գա։ Վստահ է որ չի գա։ Չտեղեկացնեմ չի գա, հա։ Վստահ է։ Ես ուրեմն սակը կտնեմ վերին։ Ամեն ինչից կզարգեն, մե մնացել որ ընտանիքներից վերցնենք, թողան կեշտա։ 1000 դրամ փողի մարուր թորներից հաց փող տանի մեր խացս 1000 դրամ դե սերվիսի բանը մի կբանի երևանց հետ հանեմ ադենգա երևանց կամե օրական 25-ից 30000 դրամ փողում է լուբոյ տաքսի բայց դե օրական 3000 դրամ չենք հանել